հանդիպել եք այդ ոլորտում գործող ներկայացուցիչների հետ, պարտադրել, որ պետք է պարտադիր եւ անպայմանորեն ադրբեջանական բենզինը։ Նախ առաջինը այդ որ դուք հորինում եք, չգիտեմ ինչ պարտադրել։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկի չի կարող ոչինչ պարտադրել։ Սա առաջինը։ Հարցը տվել եք ինձ լսեք, այդ հեռախոսը դրեք մի կողմ, սա առաջինը։ Երկրորդը, հիմա ես ձեզ կասեմ ամեն ինչ։ Հայաստանի Հանրապետությունը վերջի 30 տարում միշտ նավթամթերքներ է ներկրել տարբեր երկրներից։ Հայաստանի Հանրապետությունը միայն տրանսպորտային միջոցների համար բավականին մեծ տարբեր ժամանակներ, թե ինչ կարգի տրանսպորտային միջոցները փակ են եղել դեպի Հայաստանի Հանրապետություն, ինչ կարգի գումարներ է վճարվել։ Թեթև հաշվարկով, եթե Հայաստանի Հանրապետությունը իր հարևաններից ձեռք բերի 80%-ը վառելիքի, որը որ օգտագործում է, կտնտեսի 80 միլիոնից 100 միլիոն դոլար տարեկան կտրվածքով։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետությունը իր հարևաններից չի ձեռք բերում, հարևանները 10,000 անգամ ավել վաճառում են աշխարհի տարբեր երկրներին։ Եվ իրենք միշտ այդ գումարը ստանում են։ Իսկ եթե ուզում եք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տնտեսի 80-ից 100 միլիոն դոլար եւ այդ գումարը գնա այլ ոլորտները զարգանա, սա այն իրականությունն է, որը որ ձեզ պետք է ասեմ։ Իսկ այդ երեխայական, չկրթված, չգիտեմ որտեղից հայտ եկած, որ ասում են $100,000 գնաց զենքի, նախ զենքը ուրիշ ձև են արտադրում, էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն, եթե ուզում ես տնտեսություն զարգացնել, պետք է դրա համար խելք ունենաս։ Հիմա պատահական խելք ունեցողներին լավ ճանաչում եմ, իսկ ֆունդամենտալ, խորքային խելք ունեցողներին էլ եմ ճանաչում։